Արա գեղեցիկ։ Բարև երեխաներ։ Այսօր ես ձեզ կպատմեմ Արա գեղեցիկի պատմությունը։ Շատ հին ժամանակներում Հայաստանի թագավորն էր Արա գեղեցիկը։ Նա ոչ միայն գեղեցիկ էր, այլև խելացի ու արդար։ Եվ հեռու Ասորեստանում կար մի հզոր մայրաքաղաք, որտեղ ապրում էր թագուհի Շամիրամը։ Մի օր դեսպանները եկան Շամիրամի մոտ և պատմեցին նրան Հայաստանի արքայի Արա գեղեցիկի մասին։ Վեհափառ թագուհի, ամբողջ երկրում խոսում են Հայաստանի թագավորի մասին։ Արան ոչ միայն գեղեցիկ է, այլև քաջ ու խելացի։ Եվ Շամիրամը ուղարկեց իր դեսպաններին դեպի Հայաստան, որ նրանք խոսեն Արա գեղեցիկի հետ։ Եվ դեսպանները հասան Հայաստան։ Նրանք կանգնեցին Արա գեղեցիկի առջև և խոնարհվեցին։ Վեհափառ թագավոր Արա, մեր թագուհի Շամիրամը հրամայում է։ Նա ցանկանում է, որ գաք Ասորեստան և դառնաք նրա ամուսինը ու թագավորը։ Արան հավատարիմ էր իր ժողովրդին ու իր երկրին։ Նա մերժեց Շամիրամի հրամանը, որովհետև ընտրեց մնալ Հայաստանի թագավոր և պաշտպանի իր հայրենիքը։ Ես Հայաստանի թագավորն եմ։ Իմ տեղը իմ ժողովրդի կողքին է։ Ես չեմ թողնի իմ հայրենիքը։ Երբ Շամիրամը լսեց Արայի մերժումը, նա շատ բարկացավ և գոչեց. Արան մերժեց ինձ։ Եթե նա չի գալիս կամավոր, ես կգնամ Հայաստան։ Իմ բանակով։ Շամիրամը հսկայական բանակ ուղարկեց Հայաստանի վրա, հազարավոր զինվորներ, որ գրավեն Հայաստանը և Արա գեղեցիկին գերի բերեն իր մոտ։ Ասորեստանի բանակն գալիս է։ Հրամայում եմ, որ մեր զորքը պատրաստվի։ Մենք պիտի պաշտպանենք Հայաստանը։ Եվ ահա երկու բանակները հանդիպեցին։ Մեկ կողմում կանգնած էր Շամիրամի զորքը, մեծ ու հզոր, և Հայաստանի քաջերը Արայի գլխավորությամբ պատրաստ էին ճակատամարտի, և սկսվեց ճակատամարտը։ Հայերը կռվում էին քաջությամբ, շատերը ընկան, և նրանց մեջ էր նաև Արա գեղեցիկը։ Շամիրամը շատ վշտացավ Արայի մահվան համար։ Նա լաց էր լինում անօգնական և այլևս չուզեց վնասել Հայաստանին։ Հայաստանը մնաց ազատ։ Արան ընկավ ճակատամարտի դաշտում։ Նա ընտրեց մահը, բայց չդավաճանեց իր երկիրը։ Եվ դուք էլ, փոքրիկ հայեր, պիտի հավատարիմ լինեք ձեր ընտանիքին ու ձեր հայրենիքին, ինչպես Արա գեղեցիկը։